եկեղեցի եւ Փաշինյան այս ստեղծված անգլերեն կոչվում է controlled crisis, հա, ուղղորդված կրիզիս, ճգնաժամ։ Հա, ուղղորդված ճգնաժամ, ոչ մի իշխանություն, ասենք, չի դիմանում ճնշումների դեմ եւ պետքա, որպեսզի այդ ճնշումները չլինեն, պետքա ստեղծվել ուղղորդված ճնշում, ստեղծվել, այսինքն Փաշինյանի այս վարչապետի այս ձևաչափը, որ նա հիմա առաջ է քաշում, նա իրականում մի քանի հարց է լուծում։ Առաջինը հենց այդ ուղղորդված օրակարգ, հա, ուղղորդված ճգնաժամը, որ ասենք իր թիմակիցների այս հասկանալը, որ պասիվանում են թիմակիցները, կորցնում է իր ռեյտինգը, կմոբիլիզացնի, ստեղծել մի թշնամի, հա, բոլոր բռնապետների դա ձեռնագիրն է, ես իրոք աշխատություն ունեմ բռնապետների, քանի որ ուսումնասիրել եմ Աֆրիկայի, հա, հիմա եթե նայենք Հիտլերին պետք էին հրեաները, Մուսոլինին պետք էին մյուսները, չգնանք Աֆրիկա, ասենք այն մարդ իդիոմինին հնդիկներն էին պետք, մի խոսքով ամեն բռնապետի պետքա թշնամի, որպեսզի երբ որ հասկանում է, որ իր դիրքերը թուլանում է, արտաքին կամ ներքին, որը որ վերջի քայլն է բռնապետների հեռանալու։ Հիմա որպեսզի իր թիմակիցների ակտիվությունը ավելանա, ժողովուրդը նորից իրան վերհիշի, պետքա թշնամի ստեղծել, հիմա ստեղծում է թշնամի, որը որ համարյա թե միակ ինստիտուտն է, որ պետական ֆինանսավորում չի ստանում, հա։ Հիմա այդ թշնամու դեմ հարձակվելով եւ դրսի խոստումներն անում, որ ազգայնությունից վերացնի, մեկ էթնոս չլինի մեր Հայաստանը, դա դրսի ամենամեծ պատվերն է, բայց երկրի ներսում ժողովուրդը երբ որ չի հասկանում, ասենք այդ institutional disarming, այդ լրիվ քաղ տեխնոլոգիաները այնքան, այսինքն կանխատեսելի են, էլի, ուղղակի պետքա ժողովուրդը պետքա հասկանա։ Հիմա ես գնում եմ կարգավորվող ճգնաժամի վրա։ Երկրորդը, ինչպես ասեցի, մոբիլիզացնել իր թիմակիցներին, երրորդը այդ ինստիտուցիոնալ այդ վարքաբեկում, մի խոսքով մի 4-5-7 կետ ես դեռ դիրքորոշում եմ գրում, կուղարկեմ ձեզ, որը որ նա աշխատում է։ Իրականում, ասենք, նա այս եկեղեցու հետ, որպես այսպիսին չլինի, մի ուրիշ կրիզիս է ստեղծելու, քանի որ իր ռեյտինգի անկման կամ ԿՊԻ ռեյտինգի անկման պատճառը, որպեսզի մի ձև միջև 26 թիվ պատրաստի, իրական ժողովրդի ուշադրությունը իրական խնդիրներից չեղի, մենք շատ մեծ խնդիրներ ունենք, աղքատություն ունենք, արցախցիներ 100 քանի հազար, որ ընդհանրապես լքված են անորոշության մեջ, էներգիայի խնդիր ունենք, նույնիսկ օդի աղտոտվածության, այո, խնդիր ունենք, մենք շատ մեծ տարական հարցերում նույնիսկ ձախողել են։ Ես ասել եմ, ժողովուրդը եթե իրականից շեղվի, մենք այս մարդու հետևից չենք հասցնելու։ Այսօր Դաշնամուրի գործարանը փլվեց, մենք իր հետևից չենք հասցնելու։ Մասիսնահանում տերդերներին անտառներն են, որ մոլիբդենն է, մենք չենք հասցնելու։ Ինքը փորձելու է ժողովրդի ուշադրությունը անընդհատ շեղել, բայց մենք եթե մենք գնանք իր ճանապարհով այս թելադրված, ոնց որ ես ասացի անգլերեն կոչվում է control crisis, հա, ուղղորդված ճգնաժամի, մենք իր հետևից չենք հասցնելու, ինքը ամեն օր մի նոր օրակարգ բերելու է։ Կեղծ, ասենք, կեղծ օրակարգ։ Այո, ուղղորդված, կեղծ չէ, հենց ուղղորդված, ինքը ինչ օրակարգ ուզում է, դա է բերում եւ պետք է ժողովուրդը խոհեմ լինի եւ իր պահանջատիրությունից չհրաժարվի, հայկական հարցից չհրաժարվի եւ կանգնի իր ազգային արժեքների կողքին։